Մանկական պալիատիվ խնամքի թիմը ևս մեկ տնային այց է կատարում երեխային և նրա ընտանիքին հարմարավետ և ծանոթ միջավայրում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։ Բուժառուն մանկական ուղեղային կաթված ունեցող 14-ամյա Վահեն է։ Հանրապետությունում մանկական պալիատիվ խնամք իրականացնող միակ բժշկուհին Անուշ Սարգսյանը ստուգում է Վահեի սրտի աշխատանքը, մկանային տոնուսը, չափում արյան մեջ թթվածնի մակարդակը։ Վահեին պալիատիվ խնամքի բուժանձնակազմն այցելում է ամսական մեկ անգամ, բայց այս փուլում, երբ նրա առողջությունը պահանջում է ավելի մեծ ուշադրություն, այցելությունները հաճախակի են դարձել։ Մայրիկի հետ խոսում ենք, ասաց, որ երեխան բարձր ջերմում է եւ չպլանավորած արտահերթ այց կազմակերպեցինք, երբ որ այցելեցինք 40 աստիճան էր երեխայի ջերմությունը, կատարեցինք նշանակումներ, ընթացքում անդադ կապի մեջ էինք եւ այսօր հերթական այցն է, վիճակը գնահատում ենք անհամեմատ լավ։ Հիվանդությունն ախտորոշվել է 5 ամսականում, 32 շաբաթականում թթվածնային քաղցով ու բարձր բիլիռուբինով ծնված Վահեն տարիների ընթացքում տարբեր բուժումներ է ստացել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։ Մայրը Հասմիկ Թահմազյանն ասում է, այսօր էլ շարունակում են փնտրել բուժօգնության լավագույն միջոցները Վահեի համար։ Բարեբախտաբար ինտելեկտը պահպանված է, ամեն ինչ ինքը հասկանում է, լեզուների կտրվածքով Օտար երկրում ապրել ենք, լեզուն շատ արագ ընկալել է, անգամ լոգոպեդների հետ աշխատանքը առանց թարգման չի կատարվել տարիների ընթացքում, բայց խոսքը տուժած է տոնուսի հաշվին։ Մեծանալու հետ մեծանում են նաև Վահեի խնդիրները։ Մայրն ասում է, դժվարանում է հատկապես տեղաշարժի հարցում։ Հիվանդությանը զուգահեռ որևէ այլ խնդրի հայտ գալու դեպքում հիվանդանոցում բուժօգնություն կազմակերպելը հաճախ անհնարին է լինում, ասում է Հասմիկը։ Մի քանի անգամ դեպքեր ունեցել ենք, որ պարկել ենք, բայց խնդիրը որն է, հաճախ երբ որ չեմ հասկանում երեխայի հետ ինչա կատարվում, ինչ որ սիմպտոմատիկ կավ, անում եմ ընդունարան եւ ամենաառաջինը, նույնիսկ բարձր ջերմության դեպքում ամենաառաջնահերթ զգուշավորությունը ինքը մեծ է, որ պարտադիր ուզում են ռեանիմացիա պարկացնեն։ Գրեթե 90%-ը ես ստորագրությունով հրաժարվել եմ։ Հայաստանում 2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է մանկական պալիատիվ խնամքի շարժական ծառայությունը։ Առողջապահության նախարարության աջակցությամբ սկսված պիլոտային ծրագիրն անբուժելի, կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաների համար է։ Ծրագրից օգտվում է Երևանում եւ մայրաքաղաքին հարակից մարզերում ապրող 40 երեխա։ Ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը։ Ծրագրի ընթացքում տեսանք, որ շատ երեխաներ բավականին լուրջ խնդիրներ ունեն եւ ծնողների համար իսկապես շատ մեծ հնարավորություն էր իրենց լսելու, իրենց որոշակի աջակցություն ցուցաբերելու, նաեւ քանի որ սկսեցին գնահատել երեխաների վիճակը, բացահայտեցին, որ երեխաների մոտ կիսով չափ ունեն բավականին լուրջ եւ սնուցման խնդիրներ եւ կլման դժվարություններ, որի հետ կապված ունենում են սնուցման դժվարություն եւ փոքր քաշ եւ փոքր հասակ։ Փորձնական ծրագրի նպատակը ծանր անբուժելի հիվանդություններով տառապող երեխաներին համապարփակ պալիատիվ խնամք տրամադրելն է։ Խոսքը քաղցկեղի, նյարդադեգեներատիվ խանգարումների, ուղեղային կաթվածի ծանր ձևերի, ինչպես նաև կյանքի որակը եւ տևողությունը զգալիորեն նվազեցնող գենետիկական պաթոլոգիաների մասին է։ Ամեն երեխային եւ նրա ընտանիքին տրամադրվում է անհատական աջակցություն, ներառյալ ցավի եւ անհանգստացնող այլ ախտանիշների կառավարումը, հոգեբանական ու սոցիալական օգնությունը։ Ծրագրի հիմնական նպատակը ոչ միայն ֆիզիկական ցավը մեղմելն է, այլև երեխայի համար ներդաշնակ պայմաններ ու հուզական անվտանգություն ապահովելը։ Մենք գիտենք, որ երեխայի համար ամենալավ միջավայրը դա իր ընտանիքն է, դա իր տունն է, ոչ թե հիվանդանոցային պատերը։ Ստեղծելով շարժական պալիատիվ ծառայությունն է, երբ արդեն մասնագետը, ընդ որում նեղ մասնագետը այցելում է տուն եւ գնահատում է երեխային, ամոքում է նրա ցավերը, օգնում է, որպեսզի կյանքի որակը բարելավի, այս ծառայությունը մեր համար եզակի էր։ Ծրագրի փորձարկման մի քանի ամիսների ընթացքում ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները վերհանել են եւ առավելությունները եւ բացթողումները։ Նունե Փաշայանը խնդիրներից 1-2-ն է նշում։ Երեխաներն ասում է կինեզոթերապիայի կարիք ունեն հենց տանը։
Մեր ռեաբիլիտացիոն ծառայությունները կենտրոնացված են մեր տարբեր ռեաբիլիտացիոն կենտրոններում։ Սա խնդիր է, որը որ համակարգային լուծում է պահանջում, եւ մենք պիտի մտածենք ինչպես կարողանանք այս խնդիրը լուծենք։ Մյուս խնդիրը դա մեր մասնագետների վերապատրաստման, ուսուցման խնդիր է, որովհետև հասկանում ենք, որ ծառայությունը պետք է իհարկե ընդլայնվի նաև մարզային մակարդակով։ Պալիատիվ խնամքի կլինիկայի ղեկավար Անուշ Սարգսյանը կարծում է, որ առաջիկայում հիվանդությունների ցանկը կընդլայնվի։ 2015 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում շուրջ 3300 երեխա պալիատիվ խնամքի կարիք ունի։ Բայց դա չի նշանակում, որ այդքան երեխան միառժամանակ ունեն պալիատիվ խնամքի կարիք, կախված ախտորոշման փուլից, սկզբնական վիճակում, երբ որ դեռ ունենք միայն ախտորոշում, պալիատիվ խնամքի թիվը մասնակի են գրկված նրանց խնամքի հիմնական փուլում եւ շատ քիչ չափաբաժին ունի եւ գնալով, երբ որ երեխաների խնդիրները ավելի մեծանում են եւ այլ ախտանիշներ են զարգանում, որովհետեւ դժվար կառավարելի են, այդ ժամանակ ավելի մեծ դեր ունի պալիատիվ խնամքի թիմը։ Դրական արդյունքներ գրանցած ծրագրի զարգացման հեռանկարը նախարարությունն արդեն ունի, հստակ է, որ այն կշարունակվի ընդլայնվելով ու մեծացնելով հնարավորությունները։ Աիդա Ավետիսյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։